Սուրբ Հովհաննես Առաքյալի և Աստվածաբան ավետարանչի հայտնությունը, գլուխ 3. Պատգամ Սարդիկեի եկեղեցուն։ Գրիր նաև Սարդիկեի եկեղեցու հրեշտակին. այսպես է ասում նա, ով ունի Աստծո 7 հոգիները և 7 աստղերը. տեսա քո գործերը, դու, որ կենդանի եղուղի անուն ունես, բայց մեռած ես, արթուն եղիր և զորացիր այսուհետև, քանի որ մոտ ես մեռնելու, քանզի քո գործերը Աստծո առաջ կատարյալ չգտա։ Արդ հիշիր, թե ինչպես լսեցիր խոսքը, և պահիր այն ու ապաշխարիր, իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և իմ գալուստը քեզ մոտ ոչ ոք չի իմանա։ Սակայն Սարդիկեյում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և շրջում են սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։ Ով հաղթի, այսպես սպիտակ կհագնի, և նրա անունը չի ջնջվի կյանքի գրքից, և նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հոր առաջ և նրա հրեշտակների առաջ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Պատգամ Փիղադեղփիայի եկեղեցուն։ Գրիր նաև Փիղադեղփիայի եկեղեցու հրեշտակին. այսպես է ասում Սուրբը, ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բաց է անում, և չկա մեկը, որ փակի, և փակում է, ու չկա մեկը, որ բաց անի։ Տեսա քո գործերը, ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ թեև քիչ զորություն ունես, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը։ Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին։ Նրանք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են, պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ, ու իմանան, որ ես սիրեցի քեզ։ Քանի որ պահեցիր իմ համբերության խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։ Ահա շուտով գալիս եմ։ Պահիր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։ Ով հաղթի, նրան իմ Աստծո տաճարին սյուն պիտի դարձնեմ, և նա այլևս այնտեղից դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծո անունը և իմ Աստծո քաղաքի անունը, նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից, իմ Աստծուց, և նրա անունը նոր է։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Պատգամ Լավոդիկեի եկեղեցուն։ Գրիր նաև Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին. այսպես է ասում Ամենը, հավատարիմ և ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը. գիտեմ քո գործերը, դու ոչ սառն ես և ոչ տաք, երանի դու սառն լինեիր և կամ տաք, իսկ դու գաղջ ես, ոչ տաք, ոչ էլ սառն։ Հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից, քանի որ ասում ես, հպարտ եմ և առավել հարստացա, ու ոչ մի բանի կարոտ չեմ։ Բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր։ Արդ, մի խորհուրդ տամ քեզ. առ, գնիր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս, գնիր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկության անվայելչությունը չերևա, և քո աչքերին դեղ դիր, որ տեսնես։ Ում սիրում եմ ես, նրան հանդիմանում եմ և խրատում, նախանձախնդիր եղիր ուրեմն և ապաշխարիր։ Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա ինձ հետ։ Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպես որ ես հաղթեցի և նստեցի իմ Հոր աթոռին։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։